Միջազգային առաջատար ֆինանսական կառույցներից մեկի ՎԶԲ-ի ղեկավարը կոչ է անում Հայաստանի իշխանություններին խաղի հավասար պայմաններ ստեղծել գործարարների համար։ Այսօր Երևանում այդ մասին հայտարարեց բանկի նախագահ Սումա Չակրաբարտին Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումներից հետո։ Մեկ այլ միջազգային կառույցի Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի տնտեսությունը ամենամոնոպոլիզացվածն է նախկին ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի երկրների շարքում։ Հարցրեցինք՝ ինչքանով են խանգարում մենաշնորհները Հայաստան նոր ներդրումների ներգրավմանը։ On the first, I think there's no doubt that the World Bank analysis we share a lot of the same views. Բազմաթիվ հարցերում մենք ու Համաշխարհային բանկը համակարծիք ենք։ Երբ ես խոսում էի ներդրումային միջավայրի բարելավման մասին, պետք է մեր ուշադրությունը սևեռենք մի քանի հարցերի ուղղությամբ, եւ սրանք այն հարցերն են, որոնք մենք բարձրացրեցինք Հայաստանի թե նախագահի, թե վարչապետի հետ հանդիպման ժամանակ։ Մենք կցանկանայինք տեսնել մի ծրագիր, որը իրապես կուժեղացներ հակամենաշնորհային հանձնաժողովը։ Մենք կցանկանայինք տեսնել հարկային ու մաքսային բարեփոխումների հավասարաչափ կիրառում, եւ մենք կցանկանայինք տեսնել այլ միջոցառումներ նույնպես, որոնք կիրառվել են այլ երկրներում եւ որոնք հավասար խաղի կանոններ են ստեղծում տարբեր տնտեսվարող սուբյեկտների համար, որովհետեւ մոնոպոլիզացված տնտեսությունը սպառողի համար օգտակար բան չէ, մրցակցության բացակայությունը ենթադրում է բարձր գներ, որոնք վճարում է սպառողը։ Higher prices than you would otherwise necessarily have to pay if you had competition. Սումա Չակրաբարտին որպես մրցակցության բարելավման դրական օրինակ բերեց Վրաստանի փորձը։ Georgia in the early 2000s wasn't very different from here. 2000-ական թվականների սկզբներին Վրաստանը ձեզնից շատ բանով չէր տարբերվում, բայց նրանք շատ մեծ առաջընթաց գրանցեցին։ Շատ մեծ խնդիրներ ու մարտահրավերներ կան, բայց այս ամենը հաղթահարելու համար պահանջվում է քաղաքական կամք ու համարձակություն։ It requires a lot of political courage and political leadership. ՎԶԲ-ը Հայաստանի խոշորագույն վարկատուներից է։ 1992 թվականին մեր երկրում գործունեության մեկնարկից ի վեր բանկը ներդրել է ավելի քան 900 միլիոն եվրո։